Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեքնուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է տնտեսագետ Արտակ Մանուկյանը, շնորհակալություն պարոն Մանուկյան։ Բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ 15 թվականի բյուջեի մի շարք հարցեր էին բարձրացնում պատգամավորները, որոնցից մի քանիսը ես ուզում եմ ձեզ տալ, մասնավորապես ասում են նրա մասին, որ նախորդ տարվա հետ համեմատ ներդրումները պակասել են 37 անգամ, որևէ թիվ կարող եք նշել, ճիշտ է, սխալ է եւ այլն, եւ ինչ բազայի վրա է դա։ Եթե մենք ուսումնասիրում ենք 2015 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակաշրջանը եւ գիտեք ներդրումները բաղկացած են ուղղակի ներդրումներ եւ պորտֆելային եւ այլ, հա։ Մեր ներդրումները ընդհանուր ավելացել են, սակայն օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են։ Այլ հարց է, որ 2016 թվականի առաջի եռամսյակում արդեն իսկ եթե մենք համեմատում ենք, նկատում ենք, որ այո, շուրջ ավելի քան 30 անգամ ներդրումների ծավալը դրամային արտահայտությամբ նվազել է։ Ինչով է բացատրվում այդ թիվը եւ հիմնականը իմ կարծիքով իհարկե նման մեծ ճեղքվածքը բացատրվում է նաեւ առաջի հերթի Ռուսաստանի տնտեսությունում արկա բացասական միտումներով եւ երկրորդը հանքարդյունաբերության բնագավառում կատարվող ներդրումները, որոնք նաեւ օտարերկրյա ուղղակի ներդրումներ էին դիտարկվում, ավելի քիչ քանի որ պղնձի գները նվազել են, դրանք ավելի նվազեցնում են նաեւ հանքարդյունաբերության պոտենցիալ հնարավորությունները եւ մեծ հաշվով եթե ամփոփենք, սա նշանակում է նաև որ այն կուրսը, որը մեզ ասում են, որ օրինակ տեսեք, մենք համաշխարհային բանկի doing business-ով բավականաչափ բարձր դիրքեր են գրավում եւ այլն, դա ոչ մի ձևով օտարերկրյա ներդրողի մոտ չի ամրապնդվում, որ ինքը այդ բարձր դիրքերը թղթի վրա, որոնք որ ամրագրված են, նպաստի, որ նա տվյալ երկրում ներդրումներ կատարի, կոնկրետ Հայաստանի մասին։ Դուք ասում եք հանքարդյունաբերություն, որքան ես գիտեմ, պետական պաշտոնյաները ասում են, որ ճիշտ հակառակը, հեսա Ամուլսարի հետ, ոսկու հետ կապված այնպիսի ներդրումներ կնեն, որ ընդհանրապես չեն եղել Հայաստանի պատմության մեջ։ Ամուլսարի ներդրումները դրանք մեծապես մի փոքր այլ են հանքարդյունաբերության պղնձա, այսպես ասած պղնձահանքային ներդրումների տեսանկյունից, ինչի որովհետև ոսկու դինամիկան, որ մենք ուսումնասիրենք, ոսկին նախ բավական նմանատիպ անկում չի գրանցվել եւ ավելին ասեմ, որ մի շարք հետազոտություններ կան, որ ոսկու գինը գնալով ավելի բարձրանալու է եւ դրանով է նաեւ պայմանավորված, օրինակ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկը ի տարբերություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ցկտում է ավելի շատ այլ պաուսները պայոստավորել որպես ոսկու մեջ, հա, այսինքն ոսկին սովորաբար դիտարկվում է որպես այլընտրանք, այսինքն Ամուլսարի եւ այլ հանքարդյունաբերության պղնձի հանքաքարի մոտիվները եւ գնային սցենարները դրանք բավականաչափ տարբեր են, իսկ կամայական հանքարդյունաբերության նախագիծ Հայաստանում ի սկզբանե սեփական ընտիրոջ համար բավականաչափ գրավիչ է, ինչի քանի որ առաջինը հարկային բազան, եթե մենք ուսումնասիրենք եւ հատկապես բնապահպանական նորմերի տեսանկյունից դրանք չտեսնված լայն հնարավորություններ են տալիս, այսինքն նույն եթե մենք ուսումնասիրենք համեմատենք, հա Չինաստանը, որը սկզբնական շրջանում գրեթե նույն ձևի բնապահպանական ըստ էության նորմերը խախտման հետևանքով փորձում էր ներգրավել, հիմա կոշտացրել, այսինքն գնալով թույլ զարգացած երկրներն են, որ այդ բնապահպանության ավելի նվազ ուշադրություն են դարձնում եւ հատկապես այս տիպի երկրներ, որտեղ նաեւ աշխատուժի գինն է բավականաչափ ցածր, գրավիչ է թվում, որպեսզի նրանք գան այդ բաց տեխնոլոգիաներով նաեւ, որոնք ավելի մեծ վնաս են հասցնում տնտեսությանը, ըստ էության քերեն տանեն նաեւ այդ մնացած բաները։ Այ եթե որևէ ներդրող, այնտեղ խոսք ասենք 300 միլիոնի մասին է, հա, եթե որևէ ներդրող ցանկանա 300 միլիոն ներդնի IT ոլորտի մեջ, չէ՞, նա ինչա օգուտ չի ստանա Հայաստանի IT ոլորտի մեջ։ Կամայական մտքի հետ կապված ներդրում դա տնտեսագիտության մեջ այսպես ասած աստղերի գաղափար կա, այսինքն դրանք ռիսկեր են, բայց որի ընթացքում կարող է օրինակ վենչուրային հիմնականում բնույթի ներդրումներ են, որոնցից 10-ից 1-ը եթե հաջողվում է, դա բավականաչափ լավ է, բայց այդ 10-ից 1-ի հաջողությունը այնքան է ներդրումային օգուտներ բերում, որ ծածկում է մնացած 9-ի ձախողումները եւ դրա համար այ զարգացած երկրները իրենց հենց պետական բյուջեով փորձում են այս վենչուրային ռիսկային, որը որ
ամեն մի ընկերության համար բավականաչափ ծանր բեռ կլինի, բայց եթե մենք պետության նաև աջակցությունը տեսնենք շատ հեշտ ավելի մոտիվացված, այսպես ասած, բիզնես մոտեցում է, նրանք փորձում են այստեղ ուղղորդեն եւ ավելին ասեմ, մի փոքր էլ առաջարկությունների թեմայով, հա, որ քննարկում ենք, օրինակ IT եւ մենք խնդիր ունենք պաշտպանության, այսպես ասած, համակարգ, որը պետական գործառույթ է եւ առավել եւս հիմա շատ կարեւորում է։ Օրինակ, կարելի է այնպես անել, որ մենք ոչ միայն ստեղծենք մեր ներքին սպառման համար, այլ նաև այնպիսի IT արտադրանքներ առաջարկենք, որ արտահանենք։ Կարելի է, իհարկե կարելի է, որովհետև համենայն դեպս IT բնագավառում մենք ունենք համատական առավելություն, եւ համատական առավելությունը պայմանավորված համատաբար ցածր աշխատուժի գներով եւ նրանց ավելի բարձր պրոֆեսիոնալիզմով, այսինքն այս առումով կարելի է նաև քննարկել գաղափարներ, որպեսզի պաշտպանական համակարգը եւս առևտրայնացվի, այլ ոչ թե մենք միայն ուղղակի զուտ տվյալ դեպքում սպառող հանդիսանենք կամ որոշ դեպքերում ներքին արտադրության մասով պահանջարկը վայելենք։ Իհարկե, ելի եմ ասում, սա պետք է լինի մեր պետական բյուջեում ամրագրված մոտեցումներ, որը նաև պայմանավորված է եկամուտներից եւ այլն, որը որ եթե մենք ավելի խորքային ուսումնասիրենք, տեսնենք, որ առնվազն ներկա տնտեսական մոդելում անիրագործելի է։ Խոսվում է նաև դրամի միտումնավոր արժեզրկման մասին, այսինքն որը անհրաժեշտություն կլինի խթանելու համար արտահանումը մասնավորապես։ Համաձայն եք այդ գաղափարին։ Միանշանակ ես ինքս բազմաթիվ անգամ ասել եմ, որ եթե մենք կիրառում ենք տարբեր տիպի, այսպես տեսություններ կան, իրական փոխարժեքի, այսինքն կա անվանական ինչ որ հայտարարվում է եւ կա իրական, հա, ինչ որ իր գործընկեր երկրներով հիմնականը գնահատվում է։ Եվ իդեպ ասեմ, որ նույնիսկ 2015 թվականի առաջին ամսվա բյուջեի կատարողականը եթե բացեն նայեն, այնտեղ էլ գրված էր, որ ըստ էության դրամը գերարժևորված, այսինքն ազդակներ էին նշվում, որ ըստ էության դրամը պետք է արժեզրկվի։ Այս բոլորով հանդերձ գոյություն ունի երկու գործառույթ, այսինքն կենտրոնական բանկը զարգացած երկրներում սովորաբար նաև պատասխանատու է գործազրկության, տնտեսական զարգացման եւ գների կայունության համար, այսինքն սա երեք դիլեմաներ են, որը պետքա զոհես, հա։ Մեր հանրապետությունում նո կարևորագույնը գների կայունության ապահովումն է, հա, եւ դրա հետևանքով կենտրոնական բանկը ըստ իս նաև զոհելով այն տնտեսական հնարավոր աճի զարգացման հետևանքները, ըստ էության ավելի մեծ ուշադրություն է դարձնում այդ դրամի կայունության ապահովմանը, բայց դա էլ ասեմ, օրինակ եթե ուսումնասիրենք ճիշտ է 2015-ի հունվարի եւ դեկտեմբերի տվյալները որոշակիորեն պահուստների աճ տեղի ունենում, բայց արդեն շուրջ 4 ամիս է, հունվար-ապրիլը 2016-ի մեր պահուստները գնալով պակասում են եւ իհարկե բնականաբար հարց է առաջանում, եթե դրամը կայուն է, այսինքն մենք կենտրոնական բանկը ինտերվենցիաներ մեծ հաշվով չի անում, որ առաջարկ պահանջարկի, այսպես ասած, կորը տեղաշարժի։ Ինչն է հետևանքը, որ նման կարգի պահուստները պակասում են, փոխանակ ավելանան, այսինքն կայուն ժամանակաշրջանը կարելի է համալրել։ Եվ հասկանում ենք, որ այնուամենայնիվ դրամի կայունությունը ինչ որ չափով նաև պայմանավորված չէ տնտեսական զարգացման։ Այսինքն իրականում դոլար են ծախում, դրա համար։ Նման փաստարկ հնչեցնելու համար ես բավարար ապացույցներ չունեմ, ուղղակի հարցադրում ենք ասում, որ մեր պահուստները պակասում են, եւ ինչը նշանակում է, որ կենտրոնական բանկը փորձում է էլի իր նպատակը կենսագործելու համար զոհել մեր տնտեսական աճը, ինչի ցցուն ապացույցն է, որ ռուսական ապրանքները Ռուսաստանի հիմնական մեր գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, ավելի մրցունակ դարձան եւ եթե ուսումնասիրեք շուկան, կտեսնեք, որ մեծ հաշվով դա հենց պայմանավորված էր ավելի մեծ արժեզրկումով Ռուսաստանի Դաշնության ռուբլուի համեմատ դրամի, այսինքն այս առումով եւս մենք որոշակիորեն այն պոտենցիալ աճը, որը կարող ենք ունենալ, չենք ունեցել։ ԵՏՄ-ն չի պատճառ, որ ռուսական ապրանքները շատացեն։ Ну միայն ԵՏՄ-ով դիտարկելը այդտեղ այդքան էլ կոռեկտ չի լինի, որովհետև այդ նույն ազատ առևտրի համաձայնագրը Ռուսաստանի Դաշնության հետ կար, այստեղ իհարկե մի փոքր մաքսային ընթացակարգերի առավելություն է, բայց չէ որ ավելի հասկանանք, որ ռուսական ապրանքը այլ հավասար պայմաններում միշտ ավելի մրցունակ կլինի, քանի որ կա մասշտաբի էֆեկտ, ինչ մի բան արտադրես մեծ շուկայի համար, մեկ միավորի ծախսերը ավելի քիչ կլինի, ինչ մի բան արտադրես հայրենական արտադրողը փոքր շուկայի համար, բայց երբ որ սրանք գումարում ենք նաև այն, որ
փոխարժեքների միջև նաև կա մեծ տարբերություն։ Շա արդեն հնարավորություն է տալիս, որ դու ինչ-որ առումով նաև հայրենական արտադրողներին փոխարինես եւ դրանցից որոշները փակվեն որոշ ուղղություններով։ Իդեպ մեր արտադրանքի մասին վերջերս սմարթֆոնի բան տեղի ունեցավ շնորհանդես եւ բնականաբար սկեպտիկները ավելի շատ էին, քան լավատեսները, բայց կարծես թե դա այն ոլորտն է, որը Հայաստանում գոնե տեսականորեն ունի հեռանկարներ։ Ոչ միայն տեսականորեն, այլ նաև պրակտիկ, ինչի, որովհետև եթե մենք ստեղ նայենք, հիմնական օտարերկրաուղակի կապիտալն է, հիմնական ամերիկյան, այսինքն ստեղ հենց այն դեպքն է, որ բիզնեսը ըստ էության տեսնում է, որ կա հեռանկար, որով էլ որ պայմանավորված հիմնականում գերիշխող մասը սեփականատերի դրանք ամերիկյան օտարերկրյա կապիտալով հիմնականում ամերիկյան եւ սա Հայաստանի Հանրապետության համար հնարավորություն է, բայց այս հնարավորությունը ինչ որ մի պահից հետո կսկսի նաեւ հասունացման, այսպես ասած, շուկան կմոտենա հասունացման եւ կսկսի նվազումներ եւ այդ նման ռիսկերը կանխարգելելու համար պետք է ավելի հեռանկարային պրոյեկտներ անեն, հա, բայց օրինակ համեմատություն ասեմ, հա, մեր պետական գնումների օրինակ շուկան, որը որ կամայական երկրում ըստ էության հանդիսանում է ՓՄԶ-ների եւ գիտական նորամուծությունների կատալիզատոր, հա, դրա միջոցով պետությունը պատվերներ է կատարում։ Երբ որ հիմնականում կիրառվում է համատարած, հա, կիրառվում է նվազագույն գինը, ինչ նորույթի մասին է խոսքը, այսինքն նվազագույն գին դա արդեն աճուրդի է վերածվում, այսինքն ով կտա այս սրա համար ավելի ցածր գին։ Իսկ մրցույթի գաղափարախոսությունը դա ըստ էության ավելի որակյալ ապրանքի ձեռբերումն է, այսինքն առաջինը դու պետք է կարիքդ լավ հասկանաս եւ այդ կարիքի ավելի որակյալը ձեռբերես, բայց մեր մոտ նույնիսկ այս առումով, այսինքն պետական բյուջեի ծախսերի առումով այդ գաղափարախոսությունը հենքում չկա եւ դրա համար նկատում ենք, որ այս ոլորտում եւս ՓՄԶ սուբյեկտները ըստ էության գրավիչ չի նրանց համար։ Դառնալով բյուջեի կատարողականին, հա, ինչն է ավելի կարևորը, որքան ենք հավաքել, թե որքան ենք ծախսել։ Ну, եթե մենք ուսումնասիրենք երկարաժամկետության տեսանկյունից, իհարկե ծախսերը շատ ավելի կարևոր են, ինչի փորձեմ բացատրեմ, որովհետև ծախսերի միջոցով, պետական ծախսերի միջոցով դու նաև աշխուժացնում ես տնտեսությունը, այսինքն ստեղծում ես նաև համախառն, այսպես ասած, պահանջարկի որոշակի տարերի վրա ես ազդում եւ գնողունակություն եւ այլն, հա։ Ну Քենսյան, եթե մենք տեսություններ նայենք, ավելի շատ հենց այդ դերակատարումն է լինում, իհարկե մոտեցումներ կա սոցիալիստական, լիբերալ, բայց շատ չի ուզենա դրա վրա ծանրաբեռնենք։ Հիմա եթե մենք ուսումնասիրում ենք ծախսերի միջոցով, ծախսերը դրանք նաև ինչ են նշանակում, նշանակում է, որ պետությունը ունի 3 գործառույթներ, հա, տնտեսական աճ, պաշտպանություն եւ սոցիալական գործառույթներ։ Ծախսերը ինչքան որ շատ լինեն, նշանակում է դու իդեալական պետք է այս 3 ոլորտները փորձես ավելի լավացնես, բայց մեր մոտ ծախսերի որակական կողմը, այսինքն որ այս 3 ոլորտներում մենք տեսնենք որոշակիորեն առաջանցիկ լավացման պայմաններ չկա, որտեղ համատության համար ասենք 14-15, պաշտպանության նախարարության բյուջեն նվազել է, նրա վրա կատարված ծախսեր 15%-ից 14.1, սոցիալական բնույթի ծախսերը նվազել են եւ միայն այնտեղ ոստիկանություն եւ այլն հասարակական կարգի պահպանությունն է, որ որոշ էլի իհարկե ուղղություններ կան, բայց սովորաբար պետությունը առողջապահություն, կրթություն եւ պաշտպանական համակարգ սրանց վրա պետք է պարբերաբար ծախսեր անի, իսկ մեր պարագայում այս ծախսերը գնալով ավելի շատանալու են, ինչը խոսում է հենց այդ նրա մասին, որ ներկա մոդելով գալու է մի կետ, որ պետությունը այդ վարկ վերցնելով ծախսերը փակելու մոտեցումը սպառելու է, որովհետև իսկ դրա համար մոդելի փոփոխություն, այլ որ եկամուտները բավարար են, որ մենք այս առաջանցիկ տեմպերի ծախսերի մակարդակի ծածկումը փակենք, ըստ էության չկա։ Այսինքն սա հենց այն քաղաքական ռիսկն է, որը վստահաբար 2017 թվականի ընտրություններին մենք ականատես կլինենք։ Այսինքն 2016 ավելի քան հաստատ կարելի ասել, որ մենք ամրագրած ցուցանիշներից մի քանի անգամ ավելի բարձր տնտեսական աճով կփակենք, ու տնտեսական մեջ սա կոչվում է քաղաքական կենսապարբերաշրջան, այսինքն ընտրությունների միշտ նախորդող տարին սովորաբար ցածր ցուցանիշներ են դրվում եւ սովորաբար դրանք բավականաչափ մեծ մի քանի անգամ գերակատարվում են, հա, այս դեպքում եւս մենք կտեսնենք, որ անկախ նրանից պատերազմ եղավ, չեղավ, այդ ներդրողները ավելի ըստ էության պակաս գրավիչ դառավ Հայաստանը նրանց համար եւ այլն, մենք կամրագրենք այդ տնտեսական աճը։ Դուք բազմիցս խոսել եք անիմաստ ծախսերի մասին, օրինակ էլ ցանցերի, հա, օրինակ
օրինակով, իսկ պետական մակարդակով դուք կարող եք ասել այն ոլորտները, որտեղ փողը անիմաստ ծախսվում է։ Հիմա շատ է խոսում կրճատումների, չգիտեմ, մեքենաներ, բյուրոկրատիա եւ այլն։ Ու այդ սենց ասեմ, մոտարապես եթե մենք նայենք աշխատավարձ պետական բնույթի, սա կարելի է դիտարկել որպես ոչ անիմաստ ծախսի ընդհանրենք, իհարկե, ստեղ էլ մենք ձեր հարցը պետք է երկու մասի բաժանենք, այսինքն ներքին արդյունավետության ծախսեր եւ արդյունավետության բարձրացման ծախսեր, այսինքն արդյունավետության բարձրացման ծախսը ես օրինակ դիտարկում եմ, օրինակ, որ մենք ոստիկանության օրինակ այդ մեծ կամ հասարակական կարգի մեծ ծախսերի փոխարեն, որը որ ըստ էության սա արտադրողական բնույթի ծախս չի, որտեղ սրանից որևէ կերպ տնտեսությունը չի զարգացնում, սա ուղղորդես օրինակ արդյունաբերության զարգացման կամ գիտելիքային որոշակի ծառայությունների զարգացման, օրինակ կրթական ծառայությունների առևտրայնացում, առողջապահական ծառայությունների առևտրայնացում եւ այլն, շարքը կարելի է թվարկել, հա։ Այսինքն հիմա մենք առաջի մասին խոսենք, ներքին արդյունավետություն։ Ու այս մասով աշխատավարձը էլի կարելի է ֆոնդը իմ կարծիքով նույնիսկ թերագնահատված է, այսինքն իմ համար ավելի որպես տնտեսագետ ավելի ընդունելի կլինի, որ մենք օպտիմիզացնենք, այսինքն պետական պաշտոնյաների հաստիկները նվազեցնենք, բայց նրանց գումարը ավելի մեծացնենք, ինչի որովհետև ներկայ պետական հատվածը մասնավոր հատվածից ավելի նվազ գրավիչ է։ Ինչը անցում այն տնտեսության երկրներում եւ ընդհանրապես աշխարհի տեսանկյունից դա նոնսենս է, որտեղ դու պետական ծառայող որպես դու պետքա ավելի մեծ պատասխանատվություն ես կրում եւ այլ հավասար պայմաններում պետք է ավելի շատ վաստակես, քան մասնավոր հատվածը։ Չեմ խոսում, որ մեր դեպքում այդ տարբերությունը շատ ավելի մի բազմից անգամ ավելին է, ինչը նպաստում է նաև իդեպ կոռուպցիայի, այսպես ասած, համար պարարտ հող է ստեղծում։ Բայց այս մասով, եթե մենք այսինքն տեսնում ենք, որ նույնիսկ գումարային առումով կարծես թե դրամաբանական է, բայց օպտիմիզացիայի խնդիր կա, այսինքն ով է ասել, որ միայն պետական կառավարման մեջ մենք ունենք շուրջ 18250-ի կարգի աշխատող, իսկ պետական հատվածում ողջ, այսինքն ուսուցիչներ եւ այլն 250,000 աշխատող, սա բավականաչափ մեծ բեռ է, որը որ պետք է օպտիմիզացնել գործառույթներով եւ այլն։ Սա մեկ խնդիր, որտեղ որ ենթադրենք մենք կարող ենք ասել, որ նորմալ է, բայց մոտեցումները պետք է փոխվեն, այսինքն գումարը կարող է նույնը մնալ, բայց մոտեցումները Երկրորդը դա պետական գնումներն է, որը որ կազմում են մոտարապես բյուջեի 25%-ը։ Ես էլ ասեմ, որ ապրանքների եւ ծառայությունների վրա մոտարապես 250 միլիարդ դրամի կարգի է գումարը ծախսում շուրջ 170-ել հիմնական միջոցներ, այսինքն շինարարություն եւ այլն։ Սրանով հանդերձ բավականաչափ էլի մեծ ֆոնդ կա, որը որ նախնական գնահատումներով, քանի որ մենք նաեւ գնումների համակարգը ուսումնասիրենք, սրա հանգիստ 10%-ը մենք կարող ենք ասել, որ կարելի է ըստ էության այստեղ տեղի ունեն անարդյունավետ ծախսեր, հա։ Այսինքն ստեղ էլի ռեզերվ որպես մենք տեսնում ենք եւ երրորդ իհարկե ուղղությունը դրանք կենսաթոշակային բարեփոխումներն են, այսինքն այն որ մենք մեծ հաշվով խնդիր ունենք այ իրական ծրագրային բյուջետավորման, այսինքն ծրագրային բյուջետավորումը ոչ թե պետք է լինի օրինակ ես պետական պատվերի շրջանակներում բուժում եմ 5000 հոգու, հաջորդ տարի եղան 7000, ես 7000-ին եմ բուժում, այլ պետք է կանխարգելիչ միջոցառումներ այնքան լինեն, որ այս միտումը նվազի։ Այս սա է կոչվում ծրագիր, այսինքն արդյունքը պետք է լինի ոչ թե ով որ գրանցվեց ես իրան վճարեցի, այլ այնց անենք, որ դրա դեմ պայքարենք։ Այստեղ է նաև ներքին արդյունավետությունը եւ պետության գործառույթները իրականում դրսևորում, այսինքն որ գրեթե որ ոլորտը, ես կարող եմ հերթով ուղղություններով ասեմ, մենք խորանանք եւ բյուջեի կատարման վերլուծությունը նայենք, կտեսնենք այս նույն խնդիրը։ Ես դեռ չեմ խոսում, որ մեր մոտ բավականաչափ ցածր է աշխատանքի արտադրողականությունը, չնայած եթե բյուջեի կատարման վերլուծությունը դուք նայեք, այնտեղ նշված է, որ 8-9%-ով իրական արտադրողականությունը աճել է։ Հասկանալի է, եթե հանքը 50%-ով ա եղել եւ հանքը արդյունաբերությունը մեծ է, այդ նույն աշխատողին ավելի շատ հանույթ է, այսպես ասած, բաժանենք, բայց արդյոք դա նշանակում է, որ այստեղ մենք խոսում ենք իրական արտադրողականության աճի մասին, այսինքն ստեղ էլ էլի, եթե մենք արդեն ոչ թե ուղիղ համատում ենք, այլ նաեւ փորձում ենք հասկանալ դրա բովանդակային մասը, հասկանում ենք, որ աշխատանքի արտադրողականության մասով էլ հատկապես պետական հատվածում մենք ունենք բավականաչափ լրջագույն խնդիր, սա էլ այն ռեզերվների մասն է, իսկ ավտոմեքենաների գումար եւ գործուղումներ եւ այլն, դրա մասին բազմիցս բարձրաձայնվել է, բայց պետք է նշեմ, որ սրա տեսակարգը մեծ չի, այսինքն այնպես չի, որ այդտեղ բավականաչափ մեծ գումարներ են թաքնված։ Եթե մենք կարողանանք օրինակ ստվերի դեմ պայքարել, դա ավելի շատ եկամուտներ մեզ կբերի եւ մեր պետական բյուջեն ավելի նվազ,
այսպես ասած խոցելի կլինի, քան ներկայումս է։ Իսկ այս մնացած բաները իհարկե պետք է կատարվեին, բայց պետք է կատարվեին մշտապես, այլ ոչ թե հիմա ամրագրեն, չէ՞ որ եթե մենք ասում ենք, որ մենք սրանք սա ավելորդ է, հարց է առաջանում, բայց այդքան գումարը հարկատուներից հաշվին ինչի՞ եք միշտ այդ նույն ավելորդության համար վճարել։ Հա, եւ երբ որ կրճատեցին 3 փոխնախարարների գյուղատնտեսության, ուրեմն այդ 3 փոխնախարարները պետք չէին։ Բա ինչի համար էին պահում այդ փոխնախարարները։ Դե հենց հարցը այդ է, այսինքն ստեղ մենք գործ ունենք իմիտացիոն բնույթի փոփոխությունների, այլ ոչ թե խորքային բնույթի փոփոխությունների, որտեղ խորքային բնույթի փոփոխությունը նշանակում է ռազմավարություն։ Եթե չկա ռազմավարություն, ինչ որ մեկի կախարդական փայտիկով որոշվում է, որ սրանք պետք չեն, դա արդեն նշանակում է, որ սրանք քաղաքական որոշումների արդյունք են, այլ ոչ թե ինստիտուցիոնալ բարեփոխումների կամ ինչ որ կայուն մոտեցումների արդյունք են։ Մենք ավելի շատ ենք ծախսել, քան նախատեսված է, եւ դա փակվել է, ասում են էմիսիայով եւ ասում են նաեւ պարտք վերցնելով, հա, այդպես է թե չէ։ Պարտք վերցնելով իհարկե այդպես է, ես մի ցուցանիշ պետք է ասեմ, որ Հայաստանի վիճակը շատ ավելի վատ է դարձնելու 2016-ից բյուջեի կատարման վերլուծությանը, ասեմ, որ նույն ԳԱՏՄ-ից մենք էլի գումար ենք վերցրել, շուրջ 25 միլիոն եվրոյի կարգի մենք գումար ենք վերցրել, որը եւս ինչ որ առումով ներարկվել է պետական բյուջեի, հիմնավորումն էլ հետեւյալն է, որ երբ որ մենք Եվրոպական ասոցիացիան համաձայնագրի անդամ ենք դառնում, մեզ տրամադրվում է այդ տրանշը, մեր կառավարությունը այդ մասով իհարկե դրական պետք է դիտել, որ նա բարձրաձայնել է այդ հարցը եւ գումար է ստացել, այսինքն սա էլ եթե դիտարկենք անհատույց ներարկում է, հա, տվյալ երկրում։ Չեմ խոսում, որ մենք ունենք բավականաչափ մեծ արտաքին պարտք, որը որ գնալով դրա աճի տեմպերը մի քանի անգամ ավելի մեծ են, քան մեր տնտեսական աճի տեմպերը։ Աշխարհի երկրներ կան, որ 400% էլ է լինում, օրինակ Անգլիան, շատ երկրներ, Ճապոնիան, հա, որոնք որ շատ զարգացած են։ Այստեղ կարևորը տոկոսը չի, այստեղ կարևորը վերադարձելիությունն է։ Եվ չէ՞ որ վարկի համար կամայական մեկսը կարող է գնալ ինչ-որ վարկ վերցնել, բայց պետք է դու մտածես ինչ ռեսուրսներով ես վարկ վերցնել, վարկը փակելու։ Հիմա եթե մենք նայում ենք 2016-ի մեջ, կնեք 15 թվականին արդեն նախորդ տարվա համեմատ բավականաչափ վարկի սպասարկումը ավելացել է։ 2016-ին ավելի շատ է ավելանալու։ Եվ այս մասով, երբ որ մենք նայում ենք, ինչ ենք ստեղծում, որ մենք կարողանանք այդ պարտքը փակել, ըստ էության վիճակը շատ ավելի ծանր է դառնում, բացատրեմ ինչի, որովհետև պատկերացրեք դուք նախկինում արդյունահանում եք 10,000 տոննա հանքաքար, հիմա 30,000 տոննա հանքաքար մեկ տարում ավելի արագ եք սերունդներին են թողվելիք հանքաքարը ավելի քիչ է լինում, այսինքն ապագայի զարգացման հնարավորությունը եւս նվազեցնում եք, բայց դուք ասում եք ես սրանով ապահովեցի տնտեսական աճ։ Բերեք բոլոր կանաչ անտառները կդրենք, դրանք ուղենք օրինակ թղթի արտադրությանը եւ ասենք մենք ապահովեցինք տնտեսական աճ, բայց չէ որ երկրի պետության համար կարևոր նշանակություն ունի երկարաժամկետությունը։ Երկարաժամկետում այդ ծառերը պետք է կտրվեն ռեկրեացիոն սկզբունքներով, այլ ոչ թե համատարած։ Հիմա այս դեպքում, հանքարդյունաբերության դեպքում այդ մոտեցումները չեն գործում, այսինքն այդ վերադարձելիությունն էլ եւս մենք մսխում ենք այս ռեսուրսը, բայց չենք ստեղծում այդ մոդելի փոփոխություն, որը հնարավորինս անցնցում դարձնի այս վարկի վերադարձելիությունը։ Այդ բյուջետային քննարկումների ժամանակ խոսվեց, որ 2020 թվականին, որը շատ հեռու չի, հա, մենք ստիպված կլինենք 1 միլիարդ տարեկան, 1 միլիարդ դոլար տարեկան վճարել։ Մենք կճարենք այդ փողը։ Ինձ թվում է բավականին օպտիմիստիկ մոտեցում է, որովհետև մինչև 2020 թիվը եւս հնարավոր է վարկեր վերցնեն, որովհետև համենայն դեպս ներկա մոդելով, եթե որևէ բան չփոխվի, չկա կամ պետքա պետությունը դադարի սոցիալական գործառույթներ անի, որը ինչ որ առումով սահմանադրության փոփոխության մեջ սոցիալական երկրի մասով փոփոխություն տեղի ունեցավ, նաև դեպի դրան է տանում, կարծես թե, բայց դեռ չստապենք։ Կամ պետքա դադարի, որտեղ ծախսերը բավականաչափ գնալով մեծանալու են։ Ձեր ասած մինչև 17 թվականը չի դադարի հաստատ։ Նու հա, քանի որ ընտրությունները, բայց 2020 թվականի հետ սպասարկման առումով ինձ թվում է բավականաչափ էլի եմ ասում, որ դրանք իհարկե շատ մոտավոր է, որովհետև չգիտենք օրինակ պղնձի գները ինչ ընթացք ունենան եւ այլն, բայց այն որ կառավարության համար մոդելի փոփոխության ռիսկը կախված է Դամոկլյան սուրի նման նրանց գլխին, դա ակնհայտ է։ Հակառակ դեպքում կլինի այնպես, ինչպես 100 տարի սրանից առաջ, հա, այսինքն կլինի հեղափոխություն։ Եվ 2017 թվականը հենց կարևոր է նաեւ դրա համար, որ մենք հասկանանք այդ մոդելի փոփոխությունը իրականում կա, թե չկա։
Մենաշնորհների մասին դե բնականաբար շատ է խոսվում դրա մասին եւ այսպիսի մի, չգիտեմ, արդարացում է համենայն բացատրություն է բերում, հա։ Ես ունեմ $100 միլիոն, ես արդեն ունեմ իմ գործընկերներին, ենթադրենք շաքար բերելու, ես մեծ քանակով կարողանում եմ բերել, ես չեմ խանգարում, որ դուք բերեք, բայց դուք ունեք ընդհանրապես ասենք $10,000 եւ այսքանով չեք կարող իմ հետ մրցել։ Դա ճիշտն ասած շուկայական աղճատված պետական կառավարման արգասիքներն են։ Հիմա ես փորձեմ բացատրեմ հենց տիպիկ դասական օրինակով։ Ենթադրենք դուք պարբերաբար մեկ անձի ձեռբերումներ եք կատարում, օրինակ ֆլեշից, օրինակ անուն եմ տալի, հա, պետական գնումներով, հա, ինքը դառնում է ձեր միակ ըստ էության մատակարարը եւ մնացած մատակարարներին դուրս է մղում շուկայից։ Հասկանալ է, չէ՞, որ ամեն տարի այլ հավասար պայմաններում այս ֆիրմայի ծախսերը մեկ միավորի համար նվազելու են։ Հասկանալ է, չէ՞, որ երկրորդ, եթե այս մի քանի ֆիրմաներ այս ժամանակաշրջանում կորեցին, հաջորդ ֆիրման, որը գա շուկա մուտք գործի, նա շատ ավելի շատ ռեսուրսներ պետքա ծախսի, որտեղ պետքա վարձակալի այդ մեքենաները, ենթակառուցվածքները եւ այլն, այսինքն մենք դժվարացնում ենք նրա մուտքը։ Եվ հետո ինչ որ մի n-րդ տարում մենք որոշում ենք, ասում ենք, գիտեք ինչ, մենք էլ այս արտոնությունը, այս մեկ անձից գնումներ չենք անում, եկեք մրցույթ ենք անում, բայց արդյոք սա արդար է, որ մենք այսքան ժամանակ ըստ էության արհեստական գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ կերակրեցինք, ստեղծեցինք եւ հիմա մեկ էլ ասում ենք եկեք մրցակցեք։ Նույն իդեպ երևույթը կա նաեւ շինարարության բնագավառում, որ ամեն մի այսպես ասած տարածաշրջան ունի իր կապալառում եւ այլն, որը որ իրականացնում է, հետո ինչ որ մի բան որոշենք, ասենք եկեք մրցույթ ենք անում։ Հասկանալ է, չէ՞ որ մենք կերակրել ենք սրան եւ արդեն օրենքի ուժի կամ թափանցիկ սկզբունքների հիման վրա մենք կունենանք էլի նույն խաղի կանոնները, բայց անունը կլինի, որ մենք արդեն ընտրությունը կատարում ենք շատ թափանցիկ սկզբունքներով եւ օրենքի տառից հիմա չկատարենք, ինչ արենք։ Հիմա դրա համար առաջինը պետքա լինի հսկողություն, առաջինը պետքա լինի պետական բյուջեի միջոցով նաեւ ծախսերի օպտիմիզացիա, այսինքն երբ որ ասում ենք ծախսերի օպտիմիզացիա, օրինակ ինչ նախանգան, որ մենք բազում անգամ ենք ասում, մի շարք ուղղություններ կան, որ նպատակահարմար է, քանի որ մենք խոշորածավալ պետությունը ինքը, հա, խոշորածավալ գնորդը ինքը միանգամից փորձի պայմանագրերը կնքել բորսայական առևտրի հետ, ես չեմ խոսում, որ նույն մատակարարի հետ կարող է կնքել, բայց օրինակ բորսայական գները հաշվի առնելով, այսինքն սա միջոց է, չէ՞ որ մենք զսպում ենք նրա ախորժակը։ Հետո դրանից հետո գայս է օրինակ ծախսերի ուսումնասիրությունը, որը մենք պետք է նայենք, տեսնենք, արդյոք այդ ներդրումները, որ իրականացվում են, դրանք ծառայում են իր նպատակին։ Սրանով է, որ շուկան փորձում ես զտես եւ գայս ես օպտիմալ կետի եւ երբ որ մի նոր գաղափար է լինում, որը որ կարողանում է այս նորեկի կայացածի հետ մրցել, այդ նորեկը արդեն նոր գաղափարով փորձում է կանխատեսելի պայմաններով մրցակցել սրա հետ։ Սա է լուծումը, իսկ հակառակ դեպքում մենաշնորհների դեմ պայքարը եւ այլն, որը որ ворթեգրում ենք, դրանք որպես դեկլարատիվ փաստաթուղթ շատ լավ կլինեն, բայց շուկայի առումով որևէ նոր խաղացողի կյանքի կոչում չի կարող լինել։ Ավելին ասեմ, Հայաստանի Հանրապետության շուկան շատ փոքր է եւ այնպես չէ, որ դրսում կանգնած օրինակ այդ խոշոր մատակարարները նստած հերթ կանգնած եւ կան, հա։ Սովորաբար դրանք իրականացում են միջնորդների միջոցով, հա, բայց այդ միջնորդների համար պետք է այս արհեստական խոչընդոտները փորձել հնարավորինս զերծ պայել։ Օրինակ հասարակ բան ասեմ, որ ասում են բանանի շուկայում օրինակ չկա մենաշնորհ, կա գերիշխող ունեցող, դիրք ունեցող սուբյեկտներ։ Բայց մենք մի կողմն ենք նայում, չէ՞ որ երբ որ դու այդ բանանը ներմուծեցիր, դու պետք է խոշոր սուպերմարկետներում վաճառես։ Եվ եթե խոշոր սուպերմարկետները, ցանցերը բոլորիդ էլ հայտնի է, երբ որ չընդունեն քո ապրանքը, դու չես գնա կիլոյով կանգնես բանան վաճառես։ Եվ այդ դեպքում հասկանալի է, չէ՞ որ չնայած օրենքի տարով դու մուտքի խոչընդոտ չունես, բայց այդ բիզնեսը հաջողություն գրանցելու համար դու ունես խոչընդոտ, որտեղ քեզանից չեն գնի, կգնեն այն մարդուց, ում հետ որ նախապես պայմանավորվել են եւ ում հետ որ իրականացնում են։ Այսինքն սա դասական առումով ինքնախապեյություն է։ Իդեպ բանանի մասին, հա, ես տեղեկություններ ունեմ, որ երբ քաղաքական որոշմամբ խեղճացրեցին բանան բերողին, հիմա արդեն բանան բերողները շատացել են։ Բայց դա կարծես թե լուծում չի, տնտեսական լուծում չի, չէ՞, այսպես ասած։ Բանանի, եթե մենք սպառման եւ մնացած, իհարկե բերողները շատացել են, հա, եթե մենք վիճակագրորեն նայում ենք մաքսայինը, աշխարհագրությունը եւ այլն, բայց գները դրանք էլի տարբեր են մնացել, այսինքն ֆորմալ առումով մենք կարող ենք մի մենաշնորհը բաժանել իմ արյունակիցների 5 հատ արյունակցի միջոցով եւ ասել շուկայում կա մրցակցություն, բայց
մրցակցություն ասածը շատ կարևոր է, որ մենք նաև ուսումնասիրենք գնագոյացման մեխանիզմներ, որը հենց իդեպ ասեմ, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ունի նման լիազորություններ, օրենքով ամրագրված, եթե չեմ սխալվում, 6-րդ հոդվածի ԺԳ կետն է, որը որ ըստ էության նրան հնարավորություն է տալիս տեսնի, որ այդ վաճառքի գինը ինչքանով է հիմնավորված, այսինքն այդ ծախսերի կալկուլյացիան ըստ էության փորձի անել։ Եվ այս այն ոլորտներն են, որոնք որ շատ հաճախ են քննարկվում եւ ոչինչ չի խանգարում, որ դրանք լինեն բավականաչափ թափանցիկ, այսինքն գնագոյացումը ինչից է կախված։ Շուկայում բանանի գնից օրինակ, հա, փոխադրման համար վարձվող վճարներից։ Այսինքն սրանում հստակ մեխանիզմներ կա, շահութաբերության տոկոսը եւ այլն։ Սա կարելի է շատ հստակ թափանցիկ ձևով ամրագրել եւ ունենալ բավականաչափ կանխատեսելի հարաբերություն։ Ես մի բան էլ կուզենայի ասել առաջարկների մասով, կներեք, որ մի քիչ հետևել եմ դառնում։ Օրինակ, մենք բավականաչափ ձեր ասած IT ոլորտը, հա, որ մենք խթանենք։ Օրինակ, ողջ աշխարհում հիմա տեղի ունենում անպային տեխնոլոգիաներ, iCloud եւ այլն, հա, տարբեր։ Մենք IT երկիր ենք։ Ինչն է խանգարում, որ մեր պետական կառավարման մեջ մինչև հիմա մենք թղթապանակների վրա փող ենք տալի, թղթապանակները արխիվացնելու համար փող ենք տալի, ֆլեշների համար փող ենք տալի, այսինքն դիսկերի համար փող ենք տալի, այսինքն մենք այս հիշողության կամ տվյալների պաշտպանության եւ ինչ որ միտեղ արխիվացնելու համար գումար ենք ծախսում։ Աշխարհում կա անվճար կամ շատ ավելի ցածր իհարկե մեգաբայտերից որոշակի պետքա վճարես տեխնոլոգիաներ։ Կիրառեք էդին։ 15 տարի առաջ Ստիվ Ջոբսն է դա։ Այո, հիմա IT ոլորտի համար կարելի է նման մոդել գրել, որ պետական կառավարման համակարգ ամբողջովին անցում կատարի այս անպային տեխնոլոգիաներին։ Տվյալներն էլ մնան, հանրային դարձնելը, շատ հարցեր կա։ Կարելի է սա անել, կարելի է մի հատ ինչ-որ ծրագրավորողների կանչել IT ոլորտի, քննարկել։ Իհարկե կարելի է, բայց այս որ դառնա 21-րդ դարում թղթի տեխնոլոգիան կամ պետքա լինի շատ թանկ, ինչի քանի որ օգտագործողները օրինակ քիչանալու են գինը եւ բնապահպանական թղթի գին եւ այլն բարձրանալու, կամ պետքա ոչնչանա։ Օրինակ լուծումներից մյուսը ասեմ, հայ փոստի մենք բավականաչափ մեծ գումարներ ենք տալի, որ օրինակ վարորդներին, այսպես ասած, տուգանքները, որը հասցնում են եւ այլն։ Կարելի է սա տեղափոխել բանկային նաեւ, չէ՞ որ այն դեպքերում, երբ որ չեն վճարում, բանկի միջոցով նրա հաշվի վրա կալանք հա։ Այդ դեպքում բոլոր քաղաքացիները պետք է ինտերնետ մենք ամեն մեկս էլ ամսվա մեջ որոշակի ժամանակատված բանկի հետ շփվում ենք եւ բացի այդ շատ հանգիստ կարելի է մոտիվացնել այդ քաղաքացուն, որ ինտերնետից օգտվողներն ավելի շահեկան լինի։ Օրինակ այդ գումարը, որ մենք տալիս ենք հայ փոստին, այդ մասով նվազեցում կատարենք տուգանքից, ասենք մեր համար մեկը մենք օրինակ 5000-ով տուգանքից 300 դրամը վճարում ենք հայ փոստին, ես 4700 էի վերցնում։ Ես պատրաստ եմ քաղաքացուց ուղղակիորեն 4700 վերցնեմ եւ օրինակ այդ թղթից ձերբազատում։ Կարելի է այս մեխանիզմները անել։ Իհարկե կարելի է։ Կարելի է սրա այս մեխանիզմների լուծումները ես իհարկե տեխնոլոգիապես պատրաստ չեմ հիմա ասեմ, բայց կարելի է սա քննարկել։ Պետքա լինի սա քննարկման առարկա, իհարկե պետքա լինի քննարկման առարկա։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցներ տնտեսագետ Արտակ Մանուկյանը, մենք կհանդիպենք երկուշաբթի օրը, ստեսյուն։